Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, հերթական անգամ աղետի եւ վերածննդի երկընտրանքի շրջափուլի մեջ ենք արդեն առնվազն 5 տարի։ Եվ ինչպես մեր պատմության համանման դրվագներում գիտակցում ենք դեպի ոգին դառնալու եւ ոգու մղումով գործելու հրամայականը։ Եթե կյանքի ծնիչ եւ մղիչ ուժը ոգին է, ապա նրա իմաստը առաքելությունն է։ Ուստի ոգու զորությունը պետք է ծառայի առաքելությանը։ Միևնույն ժամանակ ոգու ծնած մեր ուժը պետք է արդյունավետ կերպով կառավարվի։ Հակառակ պարագայում կհանգենք ինքնախժռման եւ ինքնամսխման, ինչը քանիցս տեղի է ունեցել թե մեր պատմական անցյալում, թե մեր իսկ կյանքի ընթացքում, նպաստելով անկումին եւ աղետին։ Իսկ առաքելությունը վերացական ու անհասկանալի կլինի եւ կյանքը կորստաբեր, եթե չկա իմաստուն ռազմավարություն եւ ճկուն արդյունավետ մարտավարություն, ինչն անհնար է առանց որակավոր կարող կազմակերպվածության։ Այդ խնդիրները լուծելու նպատակով նախ հարկ կլինի վերաիմաստավորել անցյալը եւ շտկել մոտեցումները, առաջին հերթին հրաժարվելով կարճաժամկետ լուծումներ ենթադրող, դրանով իսկ անիրական սպասումներ առաջացնող բարձրագոչ հեղափոխականությունից եւ որդեգրել վերափոխականություն, որ ենթադրում է երկարաժամկետ լուծումներ եւ իրագործելի է ամենօրյա նպատակասլաց աշխատանքով։ Իգործ Վարուժան Ավետիսյան, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։